Հանգիստ ենք, նորմալ է ամեն ինչ, մենք միշտ էլ հանգիստ ենք եղել ստե։ Չեն գնացել արտերկիր, 99%-ը մնում են, բայց հերությունն է, որ ջահելությունը չի ամուսնանում։ Հերոսական անցյալ ունեցող մեր սահմանամերձ գյուղերից մեկն է Վահանը, որի բնակիչներն անցած տարի մեծ հանդիսավորությամբ նշեցին բնակավայրի հիմնադրման 100-ամյակը։ Վահանում հաշվառված բնակչության թիվը 1151 է, սակայն փաստացի բնակվում է շուրջ 950 մարդ։ Դպրոցում սովորում է 122 աշակերտ։ Գյուղի բնակչության թիվը աստիճանաբար նվազել է, սակայն այդ ցուցանիշը բարձր չէ։ Պատճառները պարզ են եւ հատուկ են շատ այլ հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի համար։ Սոցիալ-կենցաղային պայմանները առաջնահերթ, աշխատանքի, աշխատատեղերի բացակայությունը եւ հետո երիտասարդությունը ձգտում է դեպի քաղաք։ Գյուղերը չեն զարգանում, սահմանապահ գյուղերն էլ ավելի եւս։ Որտե սահմանապահը դրա համար, բնակլիմայական պայմաններն է դաժան, ջահելներին չի քաշում։ Վահանում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությունը զարգացած չէ, քանի որ բնակլիմայական պայմաններն են խիստ, քչերն են հացահատիկ եւ կարտոֆիլ մշակում, ասում են անասնապահությունն էլ եկամտաբեր չէ, ծախսը շատ է, գյուղմթերքը մանավանդ կաթը էժան։ Ժամանակին եղել է 182, 100 իջավ 130, 120, այս բան 150 դրամի։ Անասնապահությամբ էլ մեծերն են, ջահելների մի քիչ օգտվում են, բան որ չմոռանան այդ պրոֆեսիան։ Էտա։ Երիտասարդներին չի գրավում, քանի որ եկամուտը քիչ է ստացվում։ Երիտասարդներից շատերն աշխատանք են փնտրում քաղաքներում, ոմանք պայմանագրային զինծառայության են անցել։ Վահանի, ինչպես եւ մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչները օգտվում են որոշ արտոնություններից, հարկային, կոմունալ ծախսերի եւ այլն։ Մենք հարկ ու տորքից ազատված ենք։ Լույսի գազի արտոնություններ ունենք, ասենք, տալիս են որոշակի գումար, փոխհատուցում են։ Վարչական ղեկավարի օգնականի խոսքով գյուղում կորցել է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը, որը վերջերս կասեցվել է։ Այս պահեդրությամբ չէ, բայց գործեց 8 բնակարան ունենք, արդեն երևի գարունը արդեն կբնակեցվի։ Ինչպես նշում են Վահանի բնակիչները, նոր ընտանիքներ ձևավորելու, նորակառույց բնակարանների թիվն ավելացնելու եւ մարդկանց գյուղում պահելու համար նախանհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել, այնուհետ բարելավել ենթակառուցվածքները։ Աշխատատեղ չկա, նախ։ Երկրորդն էլ զբաղվածության տեղ չկա։ Օրինակ թոշակառու մի տեղ չկա, գնանք նստենք, կուլտուրայի տուն ունենք, տեսել եք ստե, քանդված, ավերակված։ Այնուամենայնիվ վահանցիները լավատես են, հուսով են, որ բոլոր խնդիրները կկարգավորվեն հաջորդաբար, այդ թվում մշակույթի տան վերանորոգումը, եւ կարևորն այն է, որ իրենց ծանր աշխատանքով այսօր կարողանում են ընտանիք պահել։ Իրանց տներով, իրանց անասնապահությամբ ապրում են։ Լավ աշխատում ենք, ստեղծում ենք։ Սահմանամերձ այս գյուղում անվտանգային խնդիրներ միշտ են եղել, սակայն որևէ մեկը չի վարանել ու չի ընկճվել, եւ հենց այդ հաստատակամությամբ եւ համախմբվածությամբ է հայտնի Վահան գյուղը։ Միշտ էլ գյուղի ժողովուրդը կանգնած եղել մի մարդու պես։ Դա սովորական է ժողովրդի տեղի առօրյաները իրենց կյանքն է։ Ու դա կապված է մեր սերնդի հետ, իմ։ Որտեղ լրիվ լավ տեղերը բարձունքները վերցրեցինք, նստեցինք, թուրքին ոչ մի բարձունք չունի։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Ճամբարակ համայնք, գյուղ Վահան։